10 arczepiskoposներ եւ եպիսկոպոսներ պահանջել են Գարեգին II հրաժարականը։ Եվ ինչպես եք վերաբերվում դրան այդ պահանջին։ Նորմալ եւ ճիշտ։ Աջակցում եք այդ եպիսկոպոսների պահանջին։ Այո, Ինչու՞։ որ մի կտրիչը այդքան կարողություն դիզելա։ Եվ ժողովուրդն է, որ Նարեկ դու ես։ Հա։ Նարեկ։ Դուք ինչ նպատակով եք եկել այստեղ։ Պատարակի։ Եկա պատարակի։ Եկա մեր հարգարժան վարչապետին տեսնելու։ Գոնե հերվից տեսնելու։ Տեսանք։ Հա, բարևեցին։ Հերվից։ Հա։ Մի քանի իրեն ուղեկցող մի քանի տասնյակ ախրանիկները թողեցին մոտենալ։ Իհարկե, հա, թողեցին։ Չենք մոտեցել, բարևել ենք, անցել ենք։ Եվ ինչ եք կարծում, այս գործընթացը վերջը ինչ է լինելու։ Որ գործընթացը։ Վարչապետը սկսել է ասում եք եկեղեցին պետք է բարեփոխեն, հետո իրեն միացել են այդ եպիսկոպոսները։ Ահա, ճիշտ է անում, մաքրում է։ Հերթով երկիրը մաքրում է, զտում է, երկիրը շողուլի է բերում, հիմքերի վրա է դրել, գեղեցկանում է, օր-օրի փոխվում է, հերթով տրանսպորտի ճանապարհը, տրանսպորտը, այգիները, բակերը, մանկապարտեզները, դպրոցները տեսնում ենք, որ վերափոխվում է մեր երկիրը։ Ասում են ընդդիմադիրներն ասում են, սա հարված է եկեղեցուն, հակաեկեղեցական աղջավ է։ Մի րոպե ասեմ, խի եկեղեցուն կարաս ասես, ինչի եկեղեցուն։ Եկեղեցին մաքրում է իրանցից, նշանակում է եկեղեցին, բան անում։ Եկեղեցին երբեք ինքը հավատքով մտնում է, ինքը եկեղեցին մաքրում է այդ անառակներից։ Տեսնում ես ինչ կադրեր են ցույց տալ, ինչով են զբաղվում։ Ինչեր լսեց ժողովուրդը, ինչեր տեսավ, ինչեր իմացավ։ Ինչեր։ Ով էր քերեկունգանը դոմփում։ Տեսանք, ես ամբողջ Facebook-ը ֆռում էր, տեսա, չէի ուզում տեսնի, բայց եկավ, տեսա։ Մեղավոր եմ, որ եկավ, ես էլ նայեցի։ Չէի ուզի նայեի իհարկե, բայց ասում է ես չեմ։ Չէ, ոչ, չի հրաժարվի ինքը եւ չի հրաժարվի ինքը հաստատում է։ Չէ, իսկ ես էլ լսեցի, որ ասում է ձեն չի անում եւ համաձայնա դրան։ Որտեղից եք եկել։ Ես Աչափնյակից։ Ես սովորական քաղաքացի եմ, ես իմ կամքով եկել եմ մեր հարգարժան վարչապետին դիմավորել, տեսնելու։ Տեղ չկար, հիվանդ էի, դուս եկա, նեղեր տեղը, թույլ էի։ Շնորհակալություն։ Դուք ինչ կասեք այս գործընթացների հետ կապված, պետք է կաթողիկոսին հեռացնեն, թե ոչ։ Միանշանակ, ես կողմ եմ, որ պիտի եկեղեցին մաքրվի, այո։ Այ քաղաքում որ ծայրամասը գնում ենք, Զովք սուպերմարկետներն է, այդ բոլորը պատկանում է եկեղեցուն, կտրիչին է պատկանում։ Ու դա ոչ մի անգամ ոչ մի աղքատի օգնություն ցույց չի տվել, բարեգործություն չի արել, ոչ մի բան չի արել։ Մեր այդքան ջահել երիտասարդ տղաները զոհվեցին, որ մեկի համար ինքը դուրս եկավ, ելույթ ունեցավ, զանգերը, հողանջները հնչեցրեց։ Ոչ մեկի անգամ։ Ինքը վեհապառա միայն մեծահարուստների համար։ Ինչու, որովհետև ինչ գործուներ Սամվել Կարապետյանի նկարը վեհարանում 30 միլիոն դոլարով բերեկախել է։ Այդ կարելի էր, հա։ Բարեգործություն արել, որպես երախտագիտություն իմ հարցին պատասխան ամեն դեպքում այդպես պատասխանեցին Մայրաթոռում, հա։ Բա իմը կտանենք կախելը տեղ։ Չեն է, սուտ է, ինքը տենց բարեգործություն չի անում։ Բա,
Բարեգործությունը այն կլինի, որ մի հատ աղքատ ընտանիքի ինչ որ մեկին օգնություն ցույց տա, Ինչքան վիրավորներ պատերազմից հետո եկան։ Ոչ մեկին է ոչ մի բան չի արել։ Լրագրող եք ասել, որ այս հարցով օգնելա այդ զինվորներին, վիրավոր զինվորներին, այդքան ոչ մեկին չեն արել։ Միայն հարուստների համար են իրանք անուն հանում, իբր թե բանեն, բարերարեն, բայց իրանք Երբևիցե տեսել եք, որ ինքը ելույթ ունենա ժողովրդի համար ինչ որ մի խելացի մի բան ասի։ Միայն դուրս է գալիս հունվարի 1-ին մի քանի րոպե շնորհավորում է ու վсё։ Ոչ մի լավ բան չի արել։ Ես իրանից այս քանի տարի է ինքը արդեն կաթողիկոս է։ Ոչ մի անգամ չեմ տեսել։ Մեծացել են։ Իր հետ աճել են, իր արածները մենք բոլորը ստեղի բնակիչ ենք, տեսնում ենք ինքը ինչ անում։ Ոչ մի անգամ, ոչ մի հասարակ, ոչ մի ինքը միայն մեծահարցների համար է այդտեղ վերընկած։ Կճոյանը միացել է, հա, եկեղեցին բարեփոխելու այս գործընթացին ինչ կասեք։ Այդ 10-ի մեջ համատեղ։ Հա, լավ արի, երևի ուզեցել է որ փոխվի։ Գնացին կարծեմ։ Անունները ես շատ չէի նայել։ Կճոյանը շատ հայտնի դեմք է։ Միայն տեսա որ միացել են, ասի լավ է, մի բան խելք են եկել ժողովուրդը, թող բաները եպիսկոպոսները։ Դա լավ բան է, թող անեն, իոքի ժողովուրդ։ Բարեփոխեն, թող բարեփոխեն։ Եկեղեցիները բալես թող մաքրեն, ոչ թե եկեղեցին գնաց ապրեն շատ եկեղեցին չէ։ Բանը, որ դուք լրագրող եք հարցը տալիս եք, մի սխալ ասեք, եկեղեցի դեմ չի, եկեղեցին մի չի, մարդկանց հետ է, վեհարանի այդ ինչ է, վեհապարի, հա, ճիշտ էր ասում, որ այդքան կալվածներ, այդքան ունեցված, որ կողմ թեքվում ես, սա զովք է, այդ որտեղից, չի կարելի է, վեհապարը պետք է ոչ մի բան չունենար բաժանել աղքատներին, ոչ մեկին ոչ մի բան չի տվել։ Դե թող միտեղ, որպես լրագրող, դե տարեք ցույց տվեք, ասեք էսա, այսքան բան արել, հասարակ ժողովրդին, մեկին տուն ա տվել, այդքան ունեցվածք ունեն, գետինը մտնեն, ինչ պետք է անեն։ Թող մի հատ անտեր մարդու տուն տան, զինվորներին, ես հիմնականում զինվորների համար եմ ասում, թող մեկին մի հատ տուն տային էլի։ 10 arczepiskopոսներ եւ եպիսկոպոսներ պահանջում են կաթողիկոս Գարեգին II հրաժարականը։ Դուք հիմա այստեղ եք նաեւ միանալու այդ պահանջին, թե ուղղակի պատարագին եք։ Պարտադիր դուրս կա, պարտադիր դուրս կդիչա։ Ինչու համար բոլորը գիտեն ինչի համար, ինչ արել, ինքը իրանք չունի կին ունենա, երեխան ունեցավ տանի։ Դա է խնդիրը, որ պահանջում եք նրա հրաժարականը։ Հա, բոլորս է պահանջում ենք, բոլորս է դրա համար ստեղ ենք, բոլորս։ Միանշանակ պարտադիր պիտի դուրս գա։ 10 բարձրաստիճան հոգեվորականները նշել էին նաև, որ 99 թվականի ընտրությունները ըստ էության կեղծված են եղել։ Դուք ինչպես Իրոք կտենց։ Հա, իհարկե։ Այս ժամանակ ինչ օրենք, ինչ բան, ով ինչ ուզե արել է։ Всё։ Բոլորս էլ բարձ հասկանալի է։ Նենց որ ստեղ ոչ մի բան չկա պայելու։ Ոչ մի բան չկա, ամեն մարդյան չի քաշել, ընդհանրապես Նիկոլա ուզում է որ կանոն ստեղծի, ճիշտ անում։ Ես օրինակ 30 տարի չեմ եղել եկեղեցու։ Մասակ Բայց հավատացյալ եք։ Չէ, դրա համար որ ես գիտեմ դրանք։ Բայց հավատացյալ եք։ Ես եկեղեցական եմ, ես սիրում եմ եկեղեցի, ես սիրում եմ մեր ամեն ինչը, ինչ որ պատկանում է եկեղեցին, ինչ որ պատկանում է ժողովրդին։ Վերջ, ընդհանրապես այդ բոլորս ենք այդ համար պայքարում։ Այ հիմա որ փոխվեց նորմալ մարդ նստավ, այ կտեսնեք ինչքան մարդիկ կան եկեղեցի։ Ինչքան։ Մեկը ես 30 տարի չեմ եղել, դրանց պատճառով որովհետև դա ես չեմ համարել եկեղեցական։ Եկեք որ 10 arczepiskopոսներ եւ եպիսկոպոսներ պահանջել են Գարեգին II հրաժարականը։ Իհարկե լսել եմ։ Ինչպես եք վերաբերվում այդ պահանջին։ Շատ լավ։ Շուտ պետք է արնեին ուշացումով, բայց ոչինչ։ Ապրեն իրանք։ Նրանք իրենց հայտարարության մեջ նաև նշել են, որ 99 թվականի ընտրությունները կաթողիկոսի ըստ էության կեղծիքներով է անցել։ Դուք ինչ կասեք։ Հա 99 թվին։ Գարեգին II։ Այո, որովհետև այդ օրը եղավ ոչրագործություն ինքը իմանալով
Ընտրությունը կարող էր մի օրով հետաձգել, բայց ինքը ընտրվեց, դա բոլորն են ասում։ Հիմա դուք միացնում եք այդ պահանջին եպիսկոպոսին։ Իհարկե, երկու ձեռքով։ Իսկ ինչպես եք նայում նրան, որ այդ եպիսկոպոսներին են մեղադրում հակառակ թևից։ Ասում են դուք էլ դավաճանություն եք գործում։ Ոչինչ, ես իրանց շատերը կմիանան։ Սպասում ենք։ Ձեր կարծիքով այլ եպիսկոպոսներ ես կմիանան այս։ Այո, կմիանան։ Կմիանան, չհաշված քահանաները։ Չէ, կմիանան, ամեն ինչ լավ է լինելու։ Ձեր կարծիքով կարելի է երկրորդը կհեռանա ինքնական։ Ինքնական իմ կարծիքով կհեռանա։ Եթե ճնշումները եպիսկոպոսների կողմից շատանա, ինքը կհեռանա։ Իսկ եթե չհեռանա, ասես մի հատ մեծ հոգևոր ժողով կանենք, այդ արդյունքում երևի, բայց սպասում ենք, որ ավելի լավ ինքը հեռանա։ Տեսել եք arczepiskopոսների, եպիսկոպոսների հայտարարությունը, որով կարելի է երկրորդի հրաժարականն են պահանջել։ Ինչպես եք Շատ լավ հետևում եմ։ Ինչպես եք վերաբերվում այդ պահանջին։ Ես գտնում եմ, որ շատ ճիշտ է։ Դեռ քիչ է, ուշ է։ Եթե լինի հնարավորություն ավելի շուտ ազատել, դրանցից ավելի ճիշտ է։ Ինչու՞։ Ես այդպես եմ կարծում, իմ կարծիքն է պետք չէ որ ընդհանրացակի։ Շատ բան կա ասելու, չի բավարարի, ձեզ ինչքան պետք է սպասի։ Երկուսը ասում։ Կա, բավականին բաներ կա։ Ինչն է խնդիր համարում կաթողիկոսի հետ կապված։ Այն որ ինքը շատ անտարբեր է մեր նկատմամբ, որպես ես, առաքելական եկեղեցու հավատարիմ մարդ։ Շատ անտարբեր ամեն հարցում, ոչ միտեղ ինքը իհայտ չի եկել։ Ինչով է զբաղված, ես չեմ կարող ասել, ես հասարակ մարդ եմ։ Ընդդիմադիրներն ասում են Նիկոլ Փաշինյանն ընկել է եկեղեցու հետ։ Ընդդիմադիր չեն, դրանք մեր ամենամեծ թշնամիներն են։ Հայաստանի ամենամեծ թշնամիները դրանք են։ Ես բավականին տարիք ունեմ, տեսել եմ այդ բոլորը, տեսել եմ ու զգացել եմ իմ կաշի վրա։ Ես շատ չեմ ուզում ընդարձակվել, կարիքը չկա բավականին տարիքի անպատասխան, շնորհակալ եմ։ Եպիսկոպոսները իրենց հայտարարության մեջ նաև նշել են, որ 99 թվականի կաթողիկոսի ընտրությունները ըստ էության կեղծված են եղել։ Իհարկե կեղծված են, մենք չգիտենք, ես հետո Ամերիկայում եմ եղել, ես այնտեղից իմացա, որ իրենք այդ օրը, որ արդեն այդ սպանդի ժամանակ ինքը ընտրվում է ու տեղյակ չի, եթե դա չգիտի, բա ուրիշ ինչ գիտի, Հայաստանի մասին ինչ գիտի, Հայաստանում ինչ է կատարվում, ամբողջ ժողովուրդը մենք ընդեղ ենք, Ամերիկայում ենք լսում, թե ինչ է կատարվում, ինքը ստեղ չգիտեր, ընտրվում է։ Ինքը կեղծ ընտրված մարդ է, բերված մարդ է ավելի ճիշտ։ Ում կողմից ոնց, ես նորից եմ ասում, հասարակ մարդ եմ, չեմ կարող այդքան հասկանալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։